Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, բանացայինի եթերով եւ դիմադրի էջով ցեզի ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Բուլուզյան Ցերնարգին ընթացքին կորզատրվեցավ գեղարվեստական հայդակիր։ Ցերնարգեն առաջ Աստաղի Պյունիկ սրահին մեջ հայ հեղափոխական դաշնակցության Զավարյան ուսանողական միութենեն 6 նորակիրներ միացան հայ հեղափոխական դաշնակցության շարքերը։ Երթման արարողության Հոհիտա Լիպանանի գետրոնական կոմիտեին անունով բացման խոսքը արտասանեց Եղիա Տաշչյան։ Այնուհետև նորակիրներուն իր պատկամը ուղեց երթման արարողության գնկահայր Հոհիտա Արցախի գետրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Բուլուզյան։ Բուլուզյան խոսքը նորակիրներուն ուղելով ըսավ, որ իրենց վճռագամությունը միանալու հայ հեղափոխական դաշնակցության գամբոչ ըսելու որոշումի բահն է եւ երթումը դալ է ետք այլևս ետտարցի ճանապարհ չկա։ Բուլուզյան նշեց, որ դաշնակցականի երթում դալով նորակիրները դժվար առաքելություն կստանցնեն։ Անհայտնեց, որ նորակիրները այսպիսով դժվար առաքելության ուղի ընտրեցին, որովհետև հայ հեղափոխական դաշնակցությունը եղած է այն գուստակցությունը, որ սերունդները ուղղորդած է դեպի ազատագրության գաղափար։ Հայաստանի եւ հայության ազատագրության համար երթումը դալ է ետք Արցախյան ազատագրական բայկարի 38-ամյակին առիթով Զավարյանական 6 նորակիրներու սերունդը գոչվեցավ Արթուր Մգրչյան սերունդ։ Հայաստանի արտարադատության փոխնախարար Դիկրան Թաթունց արձագանքեց անցնող օրերուն շրջան ընող այն լուրերուն, թե Եվրոպական միությունը կպատրաստվի խառնածին արագ արձանագրումի խումբ ուղարկելու Հայաստան հունիսին նախադեсված խորհրդարանական ընտրություններուն Ռուսիո միջամտութենեն խուսափելու համար, շեշտելով, որ համաձայն չէ այն տեսակետներուն, թե նման մտադրությունը Եվրոպական միության կողմէ միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Հավելյալ պասադրություններ դալով Թաթունց ըսավ. Խոսքը աջակցության մասին է, եւ այդ աջակցությունը մասնակիտական աջակցություն է։ Մենք նկատի առնելով Եվրոպական միության մեր գործընկերներուն լավագույն փորձառությունը, որովհետեւ իրենք այդ հարցերուն մասին գառուցային լավ փորձառություն ունին, պատրաստ ենք այդ փորձառությունը կատարել։ Իրենք կալ պատրաստ են այդ փորձառությունը բաժնեկցիլ, եւ ես այդտեղ որևէ վատ կամ խնդրահարույց բան չեմ տեսներ։ Թաթունց նաև սխալ նկատեց այն դիտարկումը, թե Եվրոպական միության քայլերը Ռուսիո թեմ են։ Եկեք այդպես չմեկնաբանենք, օրինակ, գետրոնական ընտրական հանձնաժողովը լիազորություն ունի ընտրություններու ընթացքին վերահսկողություն կատարելու եւ կորզընթացին օրինականությունը ապահովելու։ Եվ այդ կրնա զանազան դրսևորումներ ունենալ, օրինակ, օրենքի հագասող կառավարության ծևերու իրականացում կամ օրենքի շրջանցումով նվիրատվություններ։ Մենք փորձագիտական աջակցություն կստանանք այդ արտահայտություններուն թեմ բայկարելու համար։ Այդ նաև կփխի մեր քաղաքացիներու շահերեն, որովհետև անոնց քվեն երաշխավորված է։ Հիմա այնքան զարգացած են արհեստագիտական միջոցները, որ կարելի է բազմաթիվ միջոցներով հագաերավական միջամտություններ կատարել, հագաօրինական կորզունեությամբ սպաղիլ, բայց կան մարդիկ, որոնք փորձառություն եւ գիտելիք ունին եւ պատրաստ են մեզ հետ բաժնեկցիլ, հայտնեց Թաթունց։ Հայաստանի մեջ որ գարդիսներուն հետ պիտի աշխատին անոնք հարցումին պատասխանելով Թաթունց ըսավ, որ գետրոնական ընտրական հանձնաժողովի սակայն անոնք միտք տալու իրավասություն չունին։ Նույնիսկ եթե նման միտք լա, միևնույնն է, այդ արձանագրությունները գիրականանան օրենքի համաձայն եւ եթե տեխնազուն եւ գուսակցությունը օրենքի չեն համապատասխաներ, որևէ մեկը չի գրնար իրեն չարձանագրել, հայտնեց Թաթունց։ Ադրբեջանի արտաքին գործոստնախարար Ջեյհուն Բայրամով հայտարարեց, որ որևէ մագարտակով նախադեсված չէ Ադրբեջանի մասնակցությունը Հայաստանի մեջ դեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի վեաժողովին։ APA ադրբեջանական լրատվական համաձայն Բայրամով նշեց, որ նման այցելությունը նախադեсված չէ նախագահ Իլհամ Ալիևի մայիս ամսվան աշխատանքային ծրագիրին մեջ։ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան
եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան անցնող դարվան հոկտեմբերին հայտնած էին, որ գագնգալ են Երևանի մեջ 2026-ի քարնան դեղի ունենալիք եվրոպական քաղաքական համայնքի վեաժողովին Թուրքիո եւ Ադրբեջանի նախագահներուն մասնակցությունը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիև եւս հարմար չէր նկատած Իլհամ Ալիևի Երևան այցելությունը։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ վեաժողովը պիտի ունենա 4 մայիս 2026-ին Երևանի մեջ։ Լեհաստանի միջազգային հարաբերություններու հիմնարկի Լեհաստանի մեջ օդարերգի արտեսպաններու, դիվանագետներու եւ վերլուծական կենտրոններու ներկայացուցիչներու հետ դեսակցություն ընթացքին Հայաստանի եւ Թուրքիո միջև հարաբերություններու ղեկավարումի գործընթացին մասին հարցումին պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասավ. Մենք շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիո հետ եւ մնայուն դեսակցություններ ու խորհրդակցություններ կգադարենք, բայց իհարկե ամենն կարևոր իրադարձությունը զորգուհուսանք տեսնել դիվանագիտական հարաբերություններու հաստատումն է Հայաստանի եւ Թուրքիո միջև, ինչպես նաեւ երկու երկիրներու միջև ցամաքային սահմանին բացումը։ Ինչու կնշեմ ցամաքային սահմանը, որովհետև օդային սահմանը բաց է եւ Հայաստանին Թուրքիա կանոնավոր թռիչքներ կան։ Գագնգալենք, որ երկկողմ թռիչքներու թիվը ավելնա եւ գուհուսանք, որ ցամաքային սահմանը եւս կբացվի։ Թուրքիո հետ սահմանին նոր ենթագարույց պետք է եւ այժմ Եվրոպական միության հետ կքննարկվի, թե ինչպես կրնա աճակցիլ այս գծով։ Գործընթացը կծավալի եւ կհավատամ շատ շուտով արդյունք կտեսնենք, ասավ Փաշինյան։ Փաշինյան նշեց, որ սահմանին բացումը պետք է դեղի ունենա, սակայն այդ գախյալ է Թուրքիո որոշումն։ Հայկական կողմը որևէ խոչընդոտ չկա։ Մենք պատրաստ ենք որևէ բահու բանալ սահմանները։ Վերջին ամիսներուն մենք քանի անգամ հայտարարեցինք, որ մենք պատրաստ ենք նաև ջամփա դրամատրել Թուրքիան Ադրբեջան եւ Ադրբեջանեն Թուրքիա։ Ենթագարույցը ամբողջովին պատրաստ է եւ մենք կսպասենք Թուրքիո որոշումը, ասավ Փաշինյան։ Հեղափոխական դաշնակցության 135-ամյակին առիթով շաբաթ 7 փետրվար 2026-ին Մարսեի Հրայր Մարուխյան կոմիտեին գազմագերբությամբ ընթրիկ մտեղի ունեցավ համազգայինի Մարսեի ջեմարանին մեջ։ Հրավերին ընթարաչեցին քաղաքական թեմքեր, միություններու պատասխանատուներ, գուսակցականներ եւ համագիրներ։ Ներկա հյուրերու շարքին էին Մարսեի վարչական շրջանի եւ մետրոպոլի նախագահ Մարտին Վասալ, Մարսեի փոխքաղաքապետ Յանիկ Օհաննեսյան, Դարաձաշրջանային խորհրդական եւ Ֆրանսահայ գազագերբություններու համագարկող խորհրդի համանախագահ Օրոր Բրունյան, ձերագուտական Վալերի Բուայեն, վարչաշրջանային խորհրդանական եւ Ֆրանսահայ գազագերբություններու համագարկող խորհրդի համանախագահ Ազատ Պալալաս Կազանջյան, 11-րդ եւ 12-րդ տաղամասերու քաղաքապետ Սիլվեն Սուվեստ, ինչպես նաեւ նախկին պատգամավոր Հարի Ժիբրայել։ Ներկային նաև ուղեկից միություններու, ինչպես նաև նոր սերունդի եւ բադանեգան միության ներկայացուցիչները։ Բացման խոսքով կոմիտեին անունով ներկաներուն բարի կալուստ մաղթեցին Լենա Արաբողլյան հայերենով եւ Մարիլին Բասմաջյան ֆրանսերենով։ Աբա հրավիրվեցան Մարսեի Բոմոն շրջանի հայ արաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Արշեն Քահանա Մովսեսյան եւ հայ կաթողիկե համայնքի հովիվ Սեբու Գարաբեդյան, գադարելու սեղաններու օրտնությունը։ Այնուհետև խոսք արավ Հոյիտա Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժաբեդյան, որ իր խոսքին մեջ վերտասեց դաշնակցության հիմնական թերագադարությունը հայ ժողովրդի պատմության մեջ եւ հատկապես գուսակցության վճռորոշ կեցվածքը 1918-ի Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումին մեջ։ Աննայև ընդգծեց գուսակցության ներկայությունը եւ գործունեությունը Հայաստանի մեջ անոր վերանգախութենեն իվեր շեշտելով, որ առանց դաշնակցության եւ անոր պատմական բայկարին այսօր հայկական պետություն գոյություն չեր ունենար։ Աբա ցուցադրվեցավ Հոհիտա բյուրոյի անդամ Միջին Արևելքի պատասխանատու եւ Լիբանանի խորհրդարանի հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Պակրադունի պատկերասփռած ուղերձը, որուն մեջ անլուսարցակի տակ արավ այն իրողությունը, որ սովորական պայմաններու մեջ չէ, որ Հայաստանի եւ Սփյուռքի զանազան շրջաններուն մեջ դաշնակցությունը գտոնե իր հիմնադրության 135-ամյակը, որովհետև ներկա վիճակը բավական դժվար է ու դաժան։ Հոհիտայի 135-ամյակը գզուկատիպի մեր ժողովրդի վերջին 10-ամյակներու պատմության անգյունաթարցային բայթունավտանգ խաչմերուկին վրա, ուր համայն հայությունը թեմ հանդիման կգտնվի իր լինելության բավականման գոյությունական վտանգին։
Ըսավ ան հիշելով Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի մեջ դիրող վտանգավոր գազությունը եւ բազմաթիվ մարտահրավերները, որոնք կսպառնան ազգին ու հայրենիքին։ Բաքրադունի նաեւ շեշտեց, որ դաշնակցությունը դակավին կմնա Բաքնեշի վրա, շարունակելու հայ ժողովրդի եւ Հայաստանի լինելիությունը, պաշտպանելու 1890-ին Քրիստապորով, Ռոստոմով եւ Զավարյանով ձայր արած երթը դրված ուխտն ու հարադեվ բայկարը, որ եղած է բացառաբար ի խնդիր հայ ժողովրդի բովանդակ շահերուն միշտ կանգնելով հայրենիքին ու ազգին գողքին, ազգային վեհ արժեքները բաբանելով։ Իր խոսքին վերջին բաժինով Հակոբ Բաքրադունի հաստատեց, որ թեև ներկա փուլը ծանր ու անգյունաթարցային է, բայց բայկարը պիտի շարունակվի։ Այսօր բահն է վերազարթնումի եւ մեր ուխտի վերանորոգության։ Այսօր բահն է համասկային թիմադրությամբ ապահովելու մեր ժողովրդին ու հայրենիքին լինելիությունը։ Հուսախապությունը, հիաստապությունը, ընկրգումը դեղ չեն գրնար ունենալ մեր հոգիներուն մեջ։ Ընկրգիլ կնշանակե թավաջանել մեր հայրերու ժառանգին, թավաջանել մեր նահատակներու հիշադակին, արգիլել մեր զավակներու ունենալու հայրենիք, որ կգոչվի Հայաստան։ Բայկարը պիտի շարունակվի բոլորով միասնապար ի խնդիր մեկ ու միակ Հայաստանի, ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի, ամբողջական հայությամբ, ամբողջական Հայաստանի։ Հայ հեղափոխական դաշնակցության 135-ամյակին վար պիտի բահենք արձարծված գրագը ու բարձր հայ ժողովրդի գոյության ճահը, շեշտեց ան։ Մարսեի քաղաքապետ Բենու Ափայանի անունով խոսք արավ Յանիկ Օհաննեսյան, որ հուզումով անդրադարձավ իր բայկարի ուղիին, դաշնակցության գառույցներուն մեջ ընդհանրապես եւ նոր սերունդեն ներս, մասնավորապես։ Ան վերահաստատեց իր գապվածությունը գուսակցության ու անոր բացմության, ինչպես նաեւ Մարսեյան իր արմատներուն։ Օրոր Բրունյան արտասանեց դարաշրջանի նախագահ Ռոնո Մյուզելիեի խոսքը։ Ներկաները ողջունելով ու շեշտելով Ֆրանսիայի հարավային շրջանի մշտական աջակցությունը հայտադին իր բոլոր երեսներով։ Պաշտոնական բաժինի ավարտին խոսք արավ Մարտին Վասալ, որ անդրադարձավ իր հայկական արմատներուն եւ վճռականությամբ հաստատեց իր գապվածությունը Արցախին եւ իր պատրաստակամությունը կորզելու Ադրբեջանի մեջ կալանավորված հայ քաղաքական բանդարգալներու ազատության համար։ Խոսքի ավարտին Մարտին Վասալ ողջունեց դաշնակցության նվիրվածությունը եւ պետական վարչաշրջանի Բագվո շքանշան հանձնեց շրջանի կոմիտեի ներկայացուցիչ Սակո Աֆարյանին եւ Հոյիտա Արևմտյան կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժաբեդյանին։ Աբա ներկաները հադեցին 135-ամյակի գարգանտակը, մինչ ընտրիկը խանդավառեց երկիչ Սուրեն Աջեմյան։ Շաբաթ մի հետ գիրագի 15 փետրվարի առավոտյան Հոհիտա Հրայր Մարուխյան կոմիտեի նախաձեռնությամբ Բոմոնի հայ արաքելական եկեղեցվո մեջ բادرակի ավարտին դեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն շրջանի մահացած կուսակցական ընկերներու հոգիներուն համար։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացայինի եթերով էպտիմադեդրի էջով CZD ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ CZD-ին ցայնի աղորդավար Մարինեն եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայինի ունգընտիր։